Նախորդ շաբաթ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դատական նիստերի ժամանակ հայտարարել է, թե լուրջ երկրի հատուկ ծառայություններից տեղեկություններ ունի։ Ռուսաստանը սադրանքի միջոցով Վրաստանի կառավարությունից պահանջելու է չեզոքության մասին հայտարարել։ Ըստ Սաակաշվիլիի խոսքը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բաժանարար գծի երկայնքով սադրանքների մասին է, որից հետո կառավարությունը չեզոքություն կհայտարարի։ Մեզ համար չեզոքությունը վրացական պետականության անկմանը հավասար կլինի, հավելել է Սաակաշվիլին։ Չեզոքության մասին խոսակցությունները շարունակեցին նաև այլ ընդդիմադիրներ, որոնք հայտարարում են, որ այդ հարցի քննարկումը դավաճանություն է։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարեց, որ այդ խոսակցությունները վարում է ընդդիմությունը։ Մենք լսել ենք բանավոր եւ ֆիզիկական բռնության կոչեր ուղղված ռուսաստանցիներին եւ ցավալի է, որ որոշ հասարակական կազմակերպություններ կամ չեն անդրադարձել կամ նպաստել են այլատիացությանը, ասել է Պապուաշվիլին։ Իդեպ Ռուսաստանից Վրաստան եկած մարդկանց հանդեպ վերաբերմունքը Վրաստանում միանշանակ չէ։ Ընդդիմադիրները խիստ դեմ են արտահայտվում նրանց Վրաստան մուտք գործելուն։ Որոշ ընդդիմադիրներ եւ նույնիսկ մարդու իրավունքների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններ իրենց անհանգստությունն են հայտնել ռուսաստանցիների դեպի Վրաստան հոսքի վերաբերյալ առնչությամբ։ Իսկ սոցիալական ցանցերում հաճախ կարելի է տեսնել վրացիների գրառումներ այն մասին, որ շիկահեր լինելու կամ մաշկի բաց գույն ունենալու պատճառով շփոթել են ռուսների հետ եւ հայհոյել ու խորհուրդ տվել վերադառնալ Ռուսաստան։ Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ 3 վրաստանցի զինյալ է զոհվել։ Իշխենում տեղի ունեցած մարտերի ժամանակ ականանետերի կրակից զոհվել է 2 զինյալ։ Ուկրաինայում արդեն տարիներ է գործում է վրացական լեգիոնը, որը միավորում է ոչ միայն Ուկրաինայում պատերազմող վրացիներին, այլ նաև այլ արտասահմանցիների։ Հատկանշական է, որ Ուկրաինայում է գտնվում նաև Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին։ Ուկրաինացիները հիմա մեր ընդհանուր թշնամու դեմ են պայքարում։ Չեմ կարող ապրել չկիսելով ուրիշի ցավը, չեմ կարող հեռվից նայել այս պայքարին։ Այդ պատճառով այստեղ եմ, Ուկրաինայում, որպես կամավոր, Facebook-յան իր էջում գրել է Էլիսաշվիլին։